եք, հա։ Դուք ոնց հասկացա Արցախից չեք, բայց արցախցիների կողքին եք։ Իհարկե, ես հայ եմ եւ իմ հայրենակիցները համարում եմ Ղարաբաղցիներ։ Ստեղ Երևանցի, Ղարաբաղցի ասողը դա հայ ժողովրդի թշնամին է, որոնց ցավոք սրտի իրենց մեջ կա հատկապես 5-րդ ալիքի Գնել Սարգսյանի արդարությունները, որ տարբերություն 5-րդ ալիքից չի, այդ Գնել Սարգսյանը 5-րդ ալիքից չի։ Հա, ուղղակի դուք հեռուստաընկերության թվով եք ասում, հա։ Բանը Free News-ը։ Հա, հասկացա։ 5-րդ ալիքը հակառակ ամենապատրիոտ, ամենաօբյեկտիվ ալիքն է։ Հասկացա։ Որ այդ ասացիք, հա, այդ մարդիկ, ովքեր այդ տարանջատումը դնում են թշնամի են, լավ, ինչու են այս տարանջատումը դնում, ինչ նպատակ ունեն։ Այս արցախցի, հայաստանցի, այս բաժանումը ինչ նպատակ ունի։ Դա գիտեք ինչից է, դա ԿՊԱ-կան կուսակցության քաղաքականությունն է, որպեսզի Ղարաբաղցիներին անտեսեն, Ղարաբաղցիներին բանը մեղադրում են, Ղարաբաղցիները ինչու են միտինգ անում, ինչու են պահանջներ դնում, ինչու են անընդհատ նրանք Ղարաբաղցիներին քարտկոծում են։ Եվ դա սկսվել է ոչ թե նոր, շատ շուտ, երբ որ չէին ձերբակալել Ղարաբաղի ղեկավարությանը եւ Ռուբեն Վարդանյանին, այդ ժամանակվանից իշխանությունները սկսեցին հալածել, հատկապես Ռուբեն Վարդանյանն այդ հայրենասեր հումանիստ մարդուն, հերոսատեսությամբ, տարբեր կանալներով իշխանամետ, դրանց սկսեցին քննադատել, եւ հիմա էլ են քննադատում, եւ այդ դրանց ձերբակալության հիմնական մեղքը նաեւ մեր իշխանության ղեկավարների մեղքով է։ Իրենք օրինակ նույն արցախցիներին մեղադրում են, ասում են մնայք կռվեիք, այն դեպքում որ 9 ամիս այս մարդիկ մնացել են շրջապատման մեջ։ Նրանց նպատակն էր Ղարաբաղցիների կեսը դուրս գա Հայաստանից գնա եւ այս ալիք են իրենք պատկերացում իշխանապողության վտանգ կա Ղարաբաղցիների կողմից, որովհետեւ իրենց ապահովագրեն քայլեր են անում որ Ղարաբաղցիների կեսը հեռանա Հայաստանից, կեսն էլ արդեն ստիպված ոչինչ չի կարող անել, իրենց վտանգ չի ներկայացնում։ Հիմա դուք ինչ ակնկալիքներ ունեք, այս մարդկանց հարցը որևէ կերպ կլուծվի։ Բոլոր դեպքերում ասում եմ, հույսը պետք է չկորցնես։ Ղարաբաղցիների հարցը պետք է լուծվի։ Ուզեն թե չուզեն, ամենահիմնական հույսը նա է, որ իշխանափոխություն լինի, նորմալ մարդիկ կան իշխանության եւ Ղարաբաղի հարցով զբաղվեն, ոչ միայն Ղարաբաղի, նաեւ Հայաստանի հարցն է վտանգի տակ։ Եթե այս իշխանությունը մնաց, Հայաստանի վիճակն է կլինի, կարող է լինի Ղարաբաղցիների բախտին արժանանալ։ Դե գոնե արցախցիները ունեին Հայաստան, որ եկան, բա մենք ուր ենք գնալու, որ Հայաստանն էլ նույն Արցախի ճակատագրին արժանանա, մենք տեղ չունենք գնալու։ Մենք մեզ ինչ է լինելու։ Իմիջիալոց 3 հենց մենք պետք է թուրքացենք։ Թուրքերը պետք է մեծ ղեկավարեն, ոնց որ Արամյանը Հայաստանն է եղել Թուրքիայի ձեռը, հիմա Ադրբեջանի հենց կողմյան տակ կաբրիկ։ Իմիջիալոց Բաքու TV-ն հա ռեպորտաժ է պատրաստել, որտեղ Եղեգնաձորը, մի քանի հայկական այսպես շրջաններ ներկայացնում են իրենց Արամյանը Հայաստան։ Եվ մեր իշխանությունը չժղթեց, ասում է դե գիտեք ինչ, Ադրբեջանն ասում է Արամյանը Հայաստան, Ադրբեջան, Ադրբեջան։ Մենք էլ ենք ասում Արամյան Հայաստան։ Եվ նա ասում է ոչ թե Թուրքիայի է Արամյան Հայաստանը, այլ Արամյան Հայաստանը հոկտեմբերյանն է, Էջմիածինն է, սա վարչապետի հարտահայտությունն է, այսինքն մոռացեք Թուրքիայի Արամյան Հայաստանը, եթե Արամյան Հայաստան եք պահանջում, դա հոկտեմբերյանն է, Արմավիրն է, Էջմիածինն է, այդ մասն է։ Ուզում ասել մոռացեք այդ մասին, ժխտում է։